Բարի լույս բոլորին, Ժողովուրդ ջան, երեկոյան աշխատանքից եկա տուն եւ արագ երկու հատ խմորեղեն թխեցի, երկուսն էլ նույն խմորեղենն է, կարակուլ կամ կարակում, այդպես են անվանում, թխման ընթացքը չեմ նկարել, որտեվ ուշեր ու արագ պետք է պատրաստեի, այդպես թխել եմ, հիմա ասեմ առիթը ինչն է։ Այսօր իմ ծննդյան օրն է եւ այս օրվա հետ կապված պետք է խմորեղեն պատրաստեի, որպեսզի տանեի աշխատանքի տեղ, մեր մոտ այդպես ավանդույթ կա, սովորույթ կա, այսպես ասեմ, բոլորում ծննդյան օրն է մի քաղցր մի բան բերում է ու հյուրասիրում է։ Ես էլ որոշեցի, որ խմորեղեն թխեմ, որտեղ շատ են սիրում հատկապես իմ թխած խմորեղենները, եւ այս անգամ կարակուլը թխեցի։ Առավոտյան եկա, տեսա իմ սեղանը այսպես գեղեցիկ զարդարել են, փոքրիկ մի հատ թեյ եմ դրել, որի վրա գրված է երջանիկ պահեր։ Այդպես սիրելիներս, աշխատանքից տեղ այսքանն էր, այստեղ ոչինչ չունեմ էլ ցույց տալու, եկեք ես ձեզ այստեղ ընդմիջեմ, աշխատանքից հետո կգնամ տուն, այնտեղ նորից կմիանամ ձեզ ու ծննդյանս օրը կշարունակենք արդեն այնտեղից։ Ես արդեն տանն եմ, երեխեքս շատ գեղեցիկ սեղան են պատրաստել իրենց պապայի հետ, մրգեր են կտրել, ծաղիկներ են գնել, տորտ, մի խոսքով ամեն բան, սենց գեղեցիկ սեղան են պատրաստել, նվերս էլ փաթեթավորել են։ Իրականում նվերը անակնկալ չի, ես տեղյակ եմ ինչ նվեր է, ինձ հարցրել են ինչ եմ ուզում, ես էլ ասել եմ իմ ցանկությունը, իմ ցանկությամբ նվեր է, բայց հիմա միասին կբացենք եւ unboxing կանենք։ Սիրելիներս, իմ նվերը Insta 360X5-ա, որը որ շատ էի ուզում ունենալ, 360 աստիճան ինքը նկարում է, եւ այս շտատիվը, որը անտեսանելի է դառնում, երբ որ ամրացնում ենք իր վրա, կամերայի վրա ու նկարում ենք, ինքը շատ երկար շտատիվ է, նկարելուց ինքը չի երևում, մի խոսքով շատ հավես, այսուհետ իմ վլոգները այս Insta 360-ով լինելու շատ հետաքրքիր վիդեոներ են սպասվում մեզ առջևում։ Սիրելիներս, կամերան ուսումնասիրելուց հետո հիմա այստեղ մոմն եմ փչում, այնուհետև ինձ շնորհավորում են իմ տան անդամները եւ գնում ենք ռեստորանում նշելու իմ ծննդյան օրը։ Այս անգամ ընտրել ենք հունական ռեստորանը։ Ռեստորանում գեղեցիկ երաժշտություններ հնչում, դրա համար այստեղ ձայնը չեմ միացնի, պարզապես կմեկնաբանեմ, թե ինչ պատվիրեցինք, ամեն մեկս մեր նախընտրած ափսեն ենք վերցրել, որի մեջ տարբեր մսային տեսակներ կար, բացի դրանից կարտոֆիլի պոմես, սալատ եւ իրենց ավանդական սոուսը ցացիկի։ Մի խոսքով սիրելիներս, հիմա այստեղ որոշում ենք գնանք մի փոքր մեր քաղաքում զբոսնենք, բայց երեխեքը չեն ուզում մեր հետ գան։ Հիմա իրենց կտանենք տուն կիչացնենք ու դրանից հետո կգանք մեր քաղաքի ցենտրումը, քանի որ այնքան գեղեցիկ եղանակ է, որ չենք ուզում գնալ տուն։ Անծանոթ ամայի ճամփեքին կյանքս գնաց Տարիներս անցան ապրելու ժամ չմնաց Աշխարհը լուր քնած ու էլի ես եմ արթուն Իմ բախտին սպասելով մնացի բախտի հերթում Թողտանի հերու իմ երկը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Զովի ալիքը թողտանի հերու իմ երկը Մեր կամուրջը պիտի բացի, որ այս նավը անցնի հերվում ապրողին հայերի վերքը Ափսոս արևը խանգարում է։ Ախերնեք դու դառնալ ու տեսնել նորս ջահել Ինչ անեմ իմ սրտին կարոտը չի վերանել Սիրելիներս, վլոգս մի փոքր կարճ ստացվեց, բայց ուզում եմ այս տեսանյութը տեղադրել YouTube։ Դե ինչ սիրելիներս,
Մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութ։